Հավատքն են հուսացած բաների հաստատությունը, չերևացող բաների ապացույցն է։ Այ էս է հավատք։ Ուզում եմ էսի հիշեք։ Հավատքը, գրած է Եբրայեցիներին 11-րդ գլխի առաջի համար, ամեն հավատացյալ անգիր պետք է իմանա այս համարը։ Հավատքը հուսացած բաների հաստատությունը, բան որ հույս ունես, բայց աննենց ես հավատած որ ժայռի վրա կանգնած ունես։ Քրիստոնյաներն ինչի համար են մեռել հավատքի համար։ Քրիստոսի համար ինչ են մեռել։ Իրանք մեռել են մի հատ սկզբունքի, մի հատ համոզմունքի պատճառով, որը ոչ մեկ չի տենում, որ մարդիկ չեն կարող հասկանան, այս մարդը խիա գնում մահվան, միջև օրս են մարդիկ մեռնում են, ու շատերը չեն հասկանում, այս մարդը խիա կյանքը դրել։ Խիա մեռնում այս մարդը, բայց իրանում մի հատ պրինցիպ կա, որ ժայռի վրա կանգնած է։ Ավելի ամուր է, քան այս երևացող ամեն բաները։ Հավատքը հուսացած բաների հաստատությունը, այսինքն մի հատ հաստատություն է, նո հաստատություն հասկանում եք, մի հատ ֆունդամենտ է, մի հատ հիմք է, որի վրա դու կանգնած ես, որ դու գիտես, որ Հիսուսը գալու է, վсё, հավիտենական կյանք ունեմ իր այդ։ Թե որտեղից գիտես, շատ ժամանակ միգուցե չկարաս բացատրես, բայց դու խոսում ես մի բան, նենց ես խոսում, մարդ ասում է, բա ոչ տեսել ես, ոչ տեսել, ոչ են կողմից մարդ եկող ա եղել կոպիտ ասած, ասում են, չէ, այն աշխարհից ոչ մեկ չի եկել, որ բան այն։ Եբրայեցիներին 11-րդ գլուխն